թե ինչ էր տեղի ունենում Խորհրդային Հայաստանում 1920-30-ական թվականներին, ես կարող եմ պատկերացնել, կարող եմ դրա մասին կարդալ, բայց 100%-ով չեմ կարող ասել, որ հենց այդպես էր, որովհետև այդ ժամանակ չեմ ապրել։ Ես ապրել եմ 1970-80-ական թվականներին եւ դրա մասին կարող եմ վստահաբար խոսել։ Բացառված է, որ այդ կոմունիստական, աթեիստական երկրում որևէ մեկը մայր աթոռում ցուցադրաբար ցույց տար իր միջնամատը։ Եթե ցույց տար, շատ խիստ տարբեր ձևով կդատապարտվեր։ Բացառված է, որ կոմունիստական ղեկավարները այդ շրջանի Քոչինյանը եւ Դեմիրճյանը անհարգալից խոսեին ամենայն հայոց կաթողիկոսի մասին, անկախ նրանից, թե ինչպես էին նրան վերաբերվում կամ կրոնին վերաբերվում։ Բացառված է, ինչպես արդեն ինքներդ գիտեք, որ անհարգալից խոսեին կաթողիկոսի մասին առաջին 3 նախագահները, չնայած հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը աթեիստ է։ Ինչու հիմա դա հնարավոր դարձավ, ինչու չկան այլևս կարմիր գծեր, ինչու չկան չի կարելիներ, այսպես ասած, որովհետև ժողովուրդն է ամեն ինչ որոշում, ժողովուրդն է որոշում, կարելի է ցույց տալ միջնամատ, թե չի կարելի, ժողովուրդն է որոշում, ով պետք է լինի կաթողիկոս, ինչպիսին պետք է լինի պատարագ, ում կարելի է կարգալույծ անել եւ այլն։ Շատ հնարավոր է, որ ժողովուրդը որոշի, որ կարելի է միզել տների շենքերի շքամուտքերում եւ ժողովրդի վարչապետը դա արտոնի։